Ցույց չէ, Մականի, Աբեգեի եւ Ջակոնի սպասված համերգն է։ Մարդկանց քանակը սպասվածից շատ է եղել։ Համերգի ընթացքում եւ դրանից հետո սոցցանցերում տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում է մարդկանց մեծ խումբ մարզահամերգային համալիրի դռների մոտ։ Օգտատերերը նշում են, դռները մինչեւ համերգի սկսվելը փակել էին։ Մեկ QR կոդով մի քանի անձ է մուտք գործել։ Նույն տոմսը մի քանի մարդ է գնել։ Տեսանյութեր են տարածվել անգամ, որ երգիչները իմանալով մարդիկ չեն կարողանում ներս մտնել, բեմահարթակից ասել են, որ բոլորին թողնեն։ Ասում են, այս վходը չեն բացում։ Ребята, откройте вход, пожалуйста, пустите людей, охрана, я к вам обращаюсь. Մուտքը բացվել էր 17:30, համերգը պետք է սկսվեր 20:30։ Մեր զրուցակիցը պատմում է, 18:30-ից տեղում է եղել։ Չի բացվել դռները մինչև մոտավորապես 9:45, ու այնպես էլ չի բացվելա, որ մարդիկ մտնեն, շատ սպոնտան բացվեց, քանի որ մի հատ աղջիկ վատացավ, ուշագնաց էր եղել, ու իրան ձեռքերի վրա ուղղակի ներս մտցրեցին, անվտանգության աշխատողը գրկեց իրան, ու այդպես տարան ներս, արդեն անկառավարելի դարձան մարդիկ, ամբողջով լցվեցին ներս։ Նշում է, մարդիկ շատ էին, իրավիճակը անկառավարելի, շշեր էին անգամ նետում դռներին։ Զայրույթը կարծում է արդարացված էր, քանի որ տոմսերի գինն այդքան էլ մատչելի չէր։ Պատմում է նաև, որ տարբեր հրապարակումներ է տեսել, որ QR-ներ են վաճառել կամ տրամադրել։ Իմ կողքին կանգնած էին մոտ 10 դեռահաս տղաներ, 16 տարեկան մոտավորապես, ու սենց ուրախ հարցնում են, իսկ դուք տոմս ունեք, ասում իսկ մենք կարանք տոմս չունենանք, ասում են դե մենք չունենք տոմս, եկել ենք։ Ի վերջո Եվան համերգին 1 ժամից քիչ է ներկա եղել։ Նշում է, վերջում արդեն երբ բոլորը ներս են մտել, ոչ մեկին չեն ստուգել։ Ամենավատը այս ամեն ինչի մեջ նա էր, ըստ իս, որ մարդիկ իրանց պայուսակի մեջ ինչ ասես կարային մտցնեին ներս, քանի որ բացարձակ ոչ մի ստուգում չի իրականացվել։ Ինձ թվում է այդ առումով էլ է հասկանալի, որովհետև ուղղակի այդ ժամանակ չէին կարող մարդկանց կառավարեին, քանի որ համ զայրացած էին բոլորը, որովհետև 3 ժամ շարունակ իրանք հերթի մեջ են ու չգիտեն ինչի չի բացվում։ Համերգը կազմակերպող ընկերության տնօրենի համոզմամբ տոմսերի կրկնավաճառք չի եղել։ Եղել են կեղծ տոմսեր եւ QR կոդեր։ TikTok-ում շատ քանակի կեղծ QR-ների շրջանառություն կար, մենք դա էլ փաստերով ունենք ու ոչ մի տեղով, այլ մի քանի տեղերով մենք փաստերով ունենք, որ այդ տոմսերը այսպես ասած աճառվել են այդ հարթակում, գումարներ են մարդկանց փոխանցվել։ Նշում է նաև, այդ ամենը տեսնելուց հետո սոցհարթակում զգուշացվել էր, մեկ անձը հավասար է 1 QR կոդ։ Տնօրենի խոսքով համալիրի դուռը ամբողջ ընթացքում բաց է եղել։ Մի քանի րոպեով են միայն պարբերաբար փակել։ Եղել են խմբեր, մեծ քանակության խմբեր, որոնք ունեցել են կեղծ տոմսեր, անվտանգության նկատառումներով մենք հերթը կանգնեցել ենք, որ իրանց ստուգումները անցկացնենք, դա տևել է մի քանի րոպե։ Այդ պարագայում ինչու են մարդիկ ժամերով սպասել հերթում, կազմակերպիչը նշում է, մարդկանց քանակը սպասվածից 2 անգամ ավելի է եղել, եւ քանի որ ժամանակ էին կորցնում կեղծ տոմսերով եւ QR կոդերով մարդկանց տարհանելու համար, հերթը շատանում էր։ Երբ համերգին մնացել էր մոտավորապես 1 ժամ, հերթում սպասող բոլոր մարդիկ կարողացել են ներս մտնել, առանց ստուգվելու, ըստ կազմակերպչի եղել է ներխուժում, անգամ դուռ է կոտրվել։ Եթե մենք պատրաստ ենք եղել մեր տոմսերի վաճառքի դիմաց անվտանգության մասով եւ ոստիկանության մասով պատրաստվել ենք այդքան մարդու ընդունել եւ սպասարկել, այդ պարագայում մենք պատրաստ չենք մեր պատկերացած քանակից 2 անգամ ավել մարդկանց սպասարկենք կամ կարողանենք ինչ-որ աշխատանքներ անենք, որ իրենք չներխուժեն։ Ընկերությունից տեղեկացնում են, որ ժամանակավորապես դադարեցնում են մասշտաբային միջոցառումների կազմակերպումը մինչև կեղծ տոմսերի եւ QR կոդերի խնդրի համակարգային լուծումը։ Պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին։ Եթե արկա է նմանատիպ տեղեկատվություններ, հստակ տեղեկատվություններ կազմակերպիչների մոտ, որևէ ռեսուրսի, որևէ հարթակի կամ որևէ անձանց կողմից կեղծ համերգի տոմսեր վաճառարը վերաբերյալ, կխնդրենք հաղորդում ներկայացնել ոստիկանություն, ոստիկանությունը իր իրավական արձագանքը կտա։ Քաղաքացիներն էլ իրենց հերթին են ցանկանում իրավապահ մարմիններին դիմել, քանի որ վճարել են, բայց ծառայությունը չեն ստացել։ Ես կողմ եմ իրականում դրան, որովհետև ընդհանրապես նորմալ չի, քանի որ ըստ իս կանխատեսելի էր, որ նման բան կարող լիներ։ Ոստիկանությունից խորհուրդ են տալիս տոմս գնել միայն պաշտոնական էջերից եւ չտրվել ավելի մատչելի ճանապարհով տոմս գնելու գայթակղությանը։ Մեծ հավանականությունը, որ կարող են դառնալ խարդախության զոհ եւ մեր քաղաքացիներին կհորդորեմ, որ ցանկացած ժամանցային միջոցառման մասնակցելու համար, երբ ժամանցի կազմակերպիչները դրել են որոշակի վճար, ապա փորձեն ձեռք բերել գնել այդ տոմսը, այլ ոչ թե հույս ունենալ, որ անվճար նրանք մասնակցություն կունենան այդ զվարճանքին։ Իդեպ, համերգի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 4 անձի, 2-ին ոստիկանության օրինական պահանջը չկատարելու, մյուսներին գույքի վնասման համար։ Լիանա Խաչատուրյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։